ամենաշատը ում ես կարոտել։ Դիետ հանկեղծ ասեմ, քույրիկին։ 14-ամյա Անգելինան է ժպտերես երազանքներով լի։ Սեպտեմբերից բարձվեց, որ լեյկոզով հիվանդ է, ու այդ օրվանից թե մենք, թե հարազատները իր հետ հավասար անցնում ենք այդ դժվար ճանապարհը, որը որ թե ծնողի համար, թե բոլորի համար շատ ծանր է։ Որքան էլ ծանր լինի, ասում է մայրը, ամենադժվարն Անգելինայի համար է։ Յուրաքանչյուր փուլ դուստրը մեծի նման ինքն իրեն հաշիվ տալով, ուժերը հավաքելով փորձում է հաղթահարել իրեն բաժին հասած փորձությունները։ Իրանց մանկությունը ոնց որ սահմանը փակվի ավելի շատ։ Իրանք դուրս են ուզում, իրանք իրանց խաղերն են ուզում, իրանց միջավայրն են ուզում։ Անգելինան բուժվում է Յոլյան արյունաբանական ու ուռուցքաբանության կենտրոնում, որտեղ նրա եւ մյուս երեխաների առողջության համար պայքարում է նվիրյալների ու պրոֆեսիոնալների մի մեծ թիմ։ Ներկայումս Անգելինան գտնվում է իր բուժման մեջտեղում, կարելի ասել, արդեն անցնում ենք, մոտենում ենք վերջի փուլին, միշտ դրական տրամադրված եւ Անգելինան եւ մայրիկը։ Անգելինայի ու կենտրոնի մասնագետների հետ շփումը բավականին հաջող է։ Բուժման տեսանկյունից երբեմն ի հայտ են գալիս բարդություններ, որոնք ըստ մասնագետի գոնե մինչ այս պահը հաջողությամբ են հաղթահարվել։ Անգելինան հավատում ու վստահում է իր հետ աշխատող թիմին, բոլոր նրանց, ովքեր իրենց գործով ու մեծ փորձով նրա կողքին են։ Մյուս կողմն էլ որ նաեւ ամենալավ բուժելիությունն է ցողունցքային հիվանդություններից է երեխաների մոտ։ Այսինքն մեզ մոտ շանսերը բավականին մեծ են։ 75-80% մենք ունենք ապրելիություն, որը համապատասխանում է միջազգային ստատիստիկային։ Սրամիտ ու կատակասեր ընկերասեր ու նպատակասլաց աղջնակը մեզ այդ զրույցում կատակելու եւ ժպտալու առիթը բաց չէր թողնում։ Բայց մազերը տեսել եմ ակտը։ Արի այնտեղից արևի մոտ։ Սիրում ես կոբոժիշի։ Կարող է։ Նենց քույրեր լինեն, հետները չեն գերանամ մուր պահեմ։ Ամենաշատը։ Մուր պահես։ Ես որ պահող եմ։ Եթե իմ կանոնները մոռանում են։ Իսկ միակ կանոնն ու պայմանավորվածությունը կենտրոնի մասնագետների հետ մեկն է՝ չցավեցնել։ Երաժշտություն սիրում ես։ Շատ։ Եթե տրամադրությունս բարձր է, ուրախ երգ եմ լսում, եթե տրամադրությունս ընկած է, տխուր երգ եմ լսում։ Իսկ Անգելինան տրամադրություն չի ունենում, երբ կարոտում է տունը, քույրիկին եւ իր բոլոր հարազատներին։ Հիվանդությունը չի ընկճել այս փոքրիկ գեղեցկուհուն, հակառակը, նա ավելի է հասունացել ու ուժեղացել։ Ինձի օգնում են իմ ընկերները, իմ դասխիկը, իմ դասարանցիները, իմ ընտանիք։ Սաղ ինձ ուժ են տալի, որ ես ամեն ինչ հաղթահարեմ։ Եթե իրանք չլինեին, ես չէի կարող։ Երբ իմացա, որ մի որոշ ժամանակ բացակայելու եմ դասերից, շատ տխրեցի, անկեղծանում է Անգելինան։ Պետք է փորձեմ ամեն ինչ անել ապաքինվելու համար, որ եկող տարի մասնակցեմ ավարտական վերջին զանգին, ասում է աղջնակը։ Որ գնում էի դասխիկից մոտ մեկ-մեկին ընտենալով, թե հետ որ ցուցանիշ էի ունենում։ Իմ դասխիկը լացում էր, բայց ինձ ասում էր երբեք չլացես։ Ես իրան էի ասել, ես իմ դասխիկին մի օր ասել էի, եթե դուք լացեք, ես շուտ հետ չեմ գա։ Այդ վաղտ մենակ դասխիկս չէր լացում, դասարանցիներս են լաց։ Անգելինայի երազանքն է շուտ ապաքինվի ու գնա բնության գրկում, վայելի իր հանգիստն ու զգա հայրենի բնաշխարհի շունչը։ Ուժ ու մեծ կամք, որն ի վերուստ է տված այս աղջկան, բոլորն են փաստում։ Անգելինան սիրում է ոչ միայն նվերներ տալ, նաև ստանալ ու սպասում է երեխաների օրվա նվիրված հունիս մեկյան անակնկալների։ Ես կուզենայի հունիսի մեկին նենց բան ստանայի, որ ոչ մեկ չստանար։ Ինչ։ Նոթբուք։ Մտքովդ երկավեցի անցում մադառնաս ուժուշ պիտամբուշ քույր։ Չէ, չեմ ուզում դառնամ։ Դե չեմ ուզում էլի երախեք ինձ հավասնեն, ինձ համարետի դառնամ։ Բոլոր ցանկացողները, ովքեր կկարողանան դիմեն արյունատվության համար, որովհետև յուրաքանչյուրիս փոքր քայլը կարող է դառնալ երեխայի մեծ ապագայի սկիզբը։ Կմաղթեմ բոլորին հաջողություն, առողջություն, կանաչ ճանապարհ, թող չվատանան ու ստեղ չկան։ Սեր ու հավատ առ Աստված, երբեք չպետք է հուսահատվել ու հանձնվել, ասում է Անգելինան։ Նա պայքարում է միայն հաղթանակի համար։ Նարինե Ղուկասյան, Գևորգ Սյանոսյան, Rio Open Media։